Ես հիշեցնեմ, որ մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայ արծիվներ հիմնադրամի տնօրեն եւ համահիմնադիր Անդրանիկ Բալոյանին, ողջույն Անդրանիկ, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Անդրանիկ, դու լինելով հայ համայնքի ակտիվ անդամ եւ անտարբեր չլինելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով եւ այսպես ասենք Սփյուռքի ազդեցության նվազմամբ Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջև կապիտուլացման վերաբերյալ դու բազմաթիվ կոչերով ես հանդես եկել, նախաձեռնություններով ես հանդես եկել, դու ինչպես անհատապես այնպես էլ Հայ արծիվներ հիմնադրամը այդ թեմային դեռևս կանդրադառնանք, բայց այս պահին շատ կարեւոր է քննարկել թրիփի հարցը, ինչու, որովհետեւ անընդհատ հնչում են խոստումներ մեծ պետությունների կողմից, որ Հայաստանը ունենալու է անվտանգության երաշխիքներ, Հայաստանը կարևոր է իրենց համար, մասնավորապես Միացյալ Նահանգների համար, բայց բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածքային տեսանկյունից բավական հեռու են։ Ինչպես կարող է Հայաստանն ապավինել Միացյալ Նահանգների պես ուժեղ պետության աջակցությանը, եթե մենք ունենք այլ ավելի փոքր երկրների կոլապսի օրինակը, որոնք որ ապավինում են մեծ պետություններին, բայց այդպես էլ չստացան այդ մեծ պետությունների օգնությունը։ Շատ լավ հարց է, մի քիչ կարամ ուզում եմ հետ եթամ։ Միջև TRIP հասնելը մեր երկրի վարչապետը ասում էր խաղաղության խաչմերուկ։ Նշանակում է մենք ճամփեք ունենք, ազատ օգտվեք, ոնց որ մնացած մարդիկը օգտվեն, չէ՞։ Այդ էր շեշտում, դա չստացվավ, հետո եկավ 23 թիվ, ասեց, եթե մենք պայմանավորենք Ադրբեջանի հետ եւ երաշխող չլինի, 12 ժամ հետո կարա լինի պատերազմ։ Ինքը հասկանում էր, որ եթե երաշխող չկա, պրոստը Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվում, ոչ մի երաշխիք չկա եւ ամեն ինչ կարա դեպի վատ է թա։ Հարցը առաջանում, բա ինչի հիմա TRIP-ի նախագիծը իրականացվում է, որտեղ Ամերիկան երաշխավոր չի, վկա եւ այդ հելիք չի, այդ ընկերությունը, որ պիտի կազմակերպի այդ ճանապարհի բոթքը դուրսը, լինելու է ինչ-որ երրորդ կազմակերպություն, որ հայտնի չի ով է լինելու իրանց փայատերերը, որ ինչքան հասկանում ենք, Ադրբեջանն է ցանկանում ներդրում կատարի։ Ինչքանով է այդ ճամփեքը ապահով լինելու մեր բնակիչների համար։ Եվ հարց առաջանում, եթե Ադրբեջանը պարզապես ուզում է անցնի ու կպնի Նախիջևանում, ի՞նչն է խանգարում մեր հիմիկվա ճանապարհը օգտագործնելու համար, ինչի յուրահատուկ ինչ որ իրանց համար կորիդոր է պետք, որ հասնեն իրանց Նախիջևանում։ Եվ եթե էսի օգտագործումը որպես նայեք Հայաստանը հիմա ոնց որ շրջապակվում է, մենք կարողանալու ենք այդ ճանապարհը օգտագործենք, ինչքան հասկացա, ոչ, նույն ճանապարհ կորիդորի դիմաց Ադրբեջանը մեզ տալու է, ինչքան հասկացա, ոչ, ինչքան է քննարկում են, չկա, չէ կոնկրետ չեն նշել, sense ճանապարհ հատկացնելու են մեզ եւ նույն պայմաններով։ Ոնց է լինում մեր վարչապետը անդադ շեշտում էր, որ մեր sovereignty-ն շատ կարեւոր է, հայ սահմանապահները իրանց աշխատանքը ոնց որ մնացած կետերում աշխատելու են, բայց փաստորեն ասում է հիմա էլեկտրոնիկ ինչ որ համակարգա լինելու, հայ սահմանապահը չեն հանդիպելու, ազատ անցնելու են, եթալու են։ Մեր օգուտը ո՞րն է դրա։ Էլ մանավանդ որ 76%-ներ այդ ինչ որ եկամուտ որ պիտի վերցրվի, տալու է ինչ որ այլ կազմակերպություն։ Ինձ թվում է եւ շատ մեր հայերը ինձ թվում է հասկանում են, որ այսի աճառաբանությունը մենակ իրանք սկսեն այդ ճանապարհը օգտագործել։ Ընթացքում արդեն այլ պահանջներ կունենան։ Միգուցե ասեն անվտանգ չի ճանապարհը, մեր ոստիկանությունը պիտի կանգնի հսկի, հավասարչային միգուցե ասեն մեր զորքերը պիտի կանգնեն հսկեն եւ այդ օրինակը կա Սիրիան։ Եվ թեկուց լսենք վարչապետի պատճառաբանությունը մեր օգուտները։ Մենք գիտենք Ամերիկայում ապրելով, որ նախագահից նախագահ ամեն ինչ փոխվում է։ Կարա լինի օրինակ բերեմ Աֆղանստան, մի գիշերում զարթնանք ու բրծավ Աֆղանստանից հելնում են հազարավոր ժողովուրդը, որ համագործակցել են Ամերիկայի զինված ուժերի հետ, պարզապես մահացան, սպանվան։ Նույներ քուրդերի հետ վերաբերմունքը։ Քանի տարի ամերիկացին աջակցեց քուրդերին, հետո հորդորեց, որ իրանց ձեռքերը հանձնեն, խաղաղություն առնելով եւ Թուրքիա մտավ ու կոտորեց այդ նույն
Ամերիկայի դաշնակից քուրդերին։ Այդ օրինակն է շատ թեկուզ Իրանը Օբաման նուկլեար դիլեր կազմակերպը Պարսկաստանի հետ, ամեն ինչ ոնցով նորմալացում էր, իշխանությունը փոխվավ, լրիվ հակառակը։ Հիմա արդեն համարյա պատերազմի եզրին ենք։ Հիմա այդ պատերազմի եզրին կանգնած լինելով անընդհատ հնչում են մտքեր, որ ռազմական գործողությունները Իրանի հետ ժամերի հարց է, բայց արդեն շաբաթներ անցան ու որևէ ռազմական գործողություն չի սկսվել։ Դա աստված որ չսկսվի, որովհետև դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանը, այդ թվում նաև Հայաստանի համար, հաշվի առնելով Հայաստանի եւ Իրանի միջև փոխհարաբերությունները։ Մանավանդ որ հիմա էլ հայտարարվում է, որ Հայաստանը եւ Իրանը կարող են անել համատեղ նոր զորավարժություններ, այդպիսի հայտարարություն եղավ։ Այդ տեսանկյունից Անդրանիկ ըստ քեզ ինչ կարելի է սպասել, եթե հանկարծ ռազմական գործողությունները սկսվեն ու այդ ընթացքում այդ ֆոնին հնչում է հայտարարություն, որ Հայաստանը եւ Իրանը ունենալու են համատեղ զորավարժություն։ Միացյալ Նահանգները, որ ռազմական գործողություններ պետք է սկսի Իրանի հետ, Հայաստանն էլ դաշնակից է Իրանին, ռազմական զորավարժություններ են անում։ Ինչպես է Հայաստանը դուրս գալու այս իրավիճակից։ Շատ բարդ հարց է։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում երկրի իշխանությունները դրա պատասխանը ունեն։ Մի կողմից Պարսկաստանի Իրանի ամենամեծ թշնամիին բերում են այդ սաղմանը, Բիջանսկ են տալի, նշանակում է Ամերիկայի ներկայացությունները տեն լինելու, եւ մենք գիտենք մենակ պարզապես կամպանիի աշխատողներ չեն լինելու, հատուկ ծառայությունների բաներ միանշանակ է լինելու են։ Եվ մյուս կողմից ասում եմ Պարսկաստանը մեր դաշնակիցն է եւ զորավարժություններ են անելու։ Այս լրիվ հակասում է։ Այդ նույն երկիրը բերում է հենց Իրանի սահմանում եւ նույն երկրի դիմաց հիմա չեմ հասկանում դրա տրամաբանությունը եւ ինձ չի թվում Պարսկաստանը այդ լուրջ է վերաբերվում։ Ինձ թվում է Պարսկաստանը լավ էր հասկանում է ինչա կատարվում եւ Հայաստանը որ այս երկու խաղն է խաղում։ Դե պարզ է որտեղ թվում է ոնց որ այդ երկրի ինչ ցանկանում է լսի այդ է ասում նույնն է որ Ռուսաստանում է թվում, շատ վտանգավոր խաղ է թվում, որտեղ արդեն քո պոտենցիալ դաշնակիցները իրականում չեն հասկանում ում կողմն ես կամ այս դեպքում ում շահերն ես պաշտպանելու հնարավոր է այդ խաղի մեջ որ բոլորին խոստում ես տալի որ հենց մենք ամենամեծ դժողը լինենք հիմա եթե օրինակ զորավարժությունը սանում եւ այդ տպավորությունը ես թողում Իրանի հետ որ դու պատրաստ ես ընդհանուր շահը պաշտպանես մեր երկու երկրի բայց եւ այդ քայլը չես անում կարա դա ընկալվի որպես թշնամական քայլ ինչ որ խափել ես կարա Պարսկաստանը դրա հանդեպ շատ վատ վերաբերվի եւ մեր համար շատ ծանր է նստի ընդհանուր երկու սահման ունենք որ աշխատում է հիմա օրինակ այդ սահմանը փակի ասված չանի պատերազմների հազարավորներ իրանցիները գալու են Հայաստան մենք պատրաստ ենք այդ հոսքին մենք գիտենք այդ եկողները սա իրանցի են կամ մեջերը ադրբեջանցիները ուրիշ նպատակներով են գալի շատ հարցեր կա հույսով եմ պատերազմը չի սկսի որտեղ տարածաշրջանը լրիվ շատ պայթուցիկ վիճակը հայտնվի դրա համար ինձ թվում է այսքան ցկցկվում է իրանք իրեն այդ հաշվարկները անում որ կարա հազարավորներ ամերիկացի ծառայողներ տարածաշրջանում էլ զոհեթան հույսով եմ բանակցությունների միջոցով էս կարա լուծվի Դե ոչ այնքան լավ բանակցություններ վարելու եւ անհեռատես քաղաքականություն ունենալու պատճառով մենք կորցրինք Արցախը այսինքն էլի տենց մի քանի աթոռի վրա նստելու ցանկությունը բավական մեծ էր եւ հետևանքը եղավ Արցախի կորուստը ու հիմա անընդհատ հնչում են կոչեր, որ բնականաբար իշխանության կողմից չէ, որովհետև իշխանությունն ամեն կերպ փորձում է սահմանափակել Արցախ բառի օգտագործումը նույնիսկ հանրային հեռուստաընկերության եթերում Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության նույնիսկ անվանումը հնչեցնելն է համարվում այսպես շատ լուրջ խախտում եւ
Ադրբեջանին հաճոյանալու եւս մեկ քայլ էր դա ինչպես է հնարավոր ազդել միջազգային հանրության եւ Սփյուռքի միջոցով Ադրբեջանի վրա որպեսզի Արցախի վերաբերյալ նորից լինեն խոսակցություններ, որ Արցախում տեղի ունեցածը դա էթնիկ զտում էր, մանավանդ որ այս օրերին Մեծ Բրիտանիայի պարլամենտում էլ անցկացվեց քննարկում եւ դրա մասին Alpha News-ի X-ի միկրոբլոգում դրված է մեծ հոդված, կարող եք ծանոթանալ, ինչ է պետք անել, որպեսզի նորից ուշադրությունը սևեռվի Արցախի վրա միջազգային հանրության տեսանկյունից, հետո արդեն կանդրադառնանք Սփյուռքին։ Այո, մի քիչ հետ եմ։ Հայաստանի իշխանությունը հիմիկվա օրվա անդադ փոխվելու է, բայց ընդհանուր մեր Հայաստանի եւ հայերի շահը նույնն է։ Ինչա որ այսօր հիմիկվա իշխանությունը ինչ որ թեզեր, ինչ որ կետեր չի ցանկանում Սփյուռքը բարձրաձայնի պայքարի դրա շուրջ, չի նշանակում մենք պիտի տենց լսենք, որտեղ իրանք կարան փոխվեն եւ նորից ազգային իշխանություն գա եւ նորից հայոց ցեղասպանությունը հարցը բարձրաձայնվի, նույնիսկ Արցախի հարցը, շատ մնացած հարցեր։ Մենք որպես համայնք աշխարհով բոլոր երկրներում կան, ընդհանուր շահ ունենք։ Մեր ընդհանուր շահը մեր Հայաստանի անվտանգությունը, Արցախի հետ կապված այդ հարցը պիտի բարձրաձայնենք, որտեղ վերջը genocide է կատարվել։ Definition-ը լրիվ համանգնում է 100,000 հայ ստիպված լքել են իրանց հայրենիքը։ Եթե մնային, կսպանվեին։ Եվ ինչ որ մի 10-13 հայեր մնացել, տեսակ իրանց հանդեպ վերաբերմունքը եւ վերջը իրանց էլ ստիպեցին ու հանեցին։ Տարբերակ չկար հայը մնար, եթե Ադրբեջանն է լինելու իրանց իշխողը։ Եվ այդ օրինակները շատ կան, շատ երկրներում պիտի լիներ ինչ որ երաշխավոր։ Եվ Հայաստանն էր այդ երաշխավորը միջև հրաժարվա։ Եվ այդ ամբողջ Արցախի հարցը կարա մեթամ հետ շատ անգամ եղադրում ենք այլ ուժեր, բայց դա մի օրում չեղավ։ Պատերազմից հետո քիչ-քիչ ով որ այդ մեր ծառայելու այլևս Արցախում չէին գրկում, հետո ասեցին ծանր տեխնիկան հանում ենք, աստիճանաբար այդ հանձնումը եղավ։ Հետո ճանաչվավ վարչապետի կողմից Ադրբեջանի մաս, այլևս ինչ էր մնում դա անել։ Եթե ես ու դու վիճում ենք այս տան համար, կանչում ենք երրորդ ուժ, որ խաղաղությունը պաշտպանի մեր հետ, եւ ես ասում եմ իմս չի, դու ասում ես իմն է, այդ մարդը մնա ինչ անի։ Նա ասում է իմն է։ Այն ասում է իմն է, այդ նրա ասում հա Իրանն է, ասենք ինչ հաշվարկով պիտի մնա եւ ինչ անի։ Որ ասում են, չգիտեմ, ռուսերեն են հանձը, ես չեմ ասում ռուսերը ինչ որ մեղավորություն չունեն, բայց պարզ տրամաբանություն է, եթե կար վիճում ենք այս տունը ումն է եւ այլևս չենք վիճում։ Ես ասում եմ քոնն է, այդ մարդը մնա, ինչ ասի, չէ, ես մնալու եմ ամեն դեպքում, թեկուց այդ կոմբիներից մեկը արդեն հանձնվավ, շատ հասարակ տրամաբանություն է։ Կարծում եմ մենք պիտի շարունակենք պայքարենք Արցախի իրավունքները, որ ժողովուրդը կարողանա վերադառնան, ժողովուրդը պիտի շատ անարդար վերաբերմունք աշխարհի կողմից ստացել։ Համոզել են երկրի իշխանությունին, որ իջացրեք այդ նստաժողովը եւ մենք կապահովենք ժողովրդի անվտանգությունը, իրանց ազատ կյանքի իրավունքը բան լրիվ տապալվել այդ ոչ մի չի ստացվել։ Ով պիտի դրա համար պատասխանատվություն կրի։ Մեր հույսն է Սփյուռքում, որ այդ թեման տակ պիտի պահենք, աշխատենք երկրի տարբեր երկրի իշխանությունների հետ, բացատրենք, հասկացնենք, միջև գա այդ վաղ, որ կլինի համապատասխան ազգային իշխանություն, որ մեծ է կաջակցի այս հարցով եւ ավելի մեծ մասշտաբով կարանք արդյունքներ ապահովենք։ Ու այդ տեսանկյունից ինձ թվում է տեղին է հարցնել ու անդրադառնալ Սփյուռքի ներգործությանը, որովհետեւ ինչպես դու նշեցիր, Սփյուռքը կարող է դառնալ այն ուժը, որը կարող է օգնել ամբողջ աշխարհին դարձյալ ուշադրությունը սևեռել Արցախյան հարցին եւ իրավացի գնահատական տալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում Արցախում, բայց նաեւ այս պարագայում Հայաստանի օրվա իշխանությունները, որ դու ասում ես, որ պետք է փոխվեն, ոչ թե պետք է փոխվեն, այլ փոխվում են ժամանակ առ ժամանակ, եւ այդ տեսանկյունից
գործող իշխանությունները տապալում են կապը Հայաստանի եւ Սփյուռքի միջև, այլևս չկա այն ամրությունը, այլևս չկա այն երամիասնություն, որպես այդպեսին չկա, որտեղ Արցախը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, մնացել են երկուսով՝ Հայաստանը եւ Սփյուռքը, բայց Հայաստանի եւ Սփյուռքի միջև կամուրջներն են ամեն տեսակի, ամեն հնարավորության դեպքում մայրվում։ Արդեն անընդհատ հնչում են խոսքեր, դուք հեռվում եք ապրում, դուք Հայաստանը չեք սիրում, սիրեք, ստեղ կապրեք եւ այլն։ Այդպիսի նման էժանագին խոսույթները առաջացնում են քաղաքացիների եւ Սփյուռքի միջև կապի թուլացում։ Նման պարագայում Սփյուռքը ինչպես կարող է օգնել, եթե անընդհատ լսում է երկրից եկող նեգատիվը եւ ինչ անել, որպեսզի այդ նեգատիվը կամաց վերանա։ 18 թվին, որ իշխանությունը գալիս էր, ասում էր մենք ուզում ենք օրենքները փոխենք, Սփյուռքի մեր հայերը կարողանան ուղիղ մասնակցեն մեր երկրի զարգացումի մեջ։ Նույն խոսքեր են գալի, որ parlamentum կարողանան ներկայացուցիչներ ունենան, ներքաշվեն տարբեր ոլորտներում։ Ինչ եղավ այդ խոստումները։ Հնարավոր է, որ Սփյուռքի հետ որ շփվում էին, տեսնում էին, որ որոշ հարցերով չեն համագնում իրանց պատկերացումի հետ եւ որոշեցին այլևս Սփյուռքը կարևոր չի, որտեղ հենց իրանց խոստումներ էդի եւ բացի այդ դրանից Սփյուռքի հիմա որոշ ներկայացուցիչները, քանի որ մի քիչ մտքերով արտահայտվում են եւ դեմ են այս հիմիկվա վարկագծին, չեն թույլատրում, որ այդան Հայաստան, այդ ինչ վերաբերում կա։ Պատկերացնում եք 90 թվին Մանթե Մելքոյանը ինչ որ ցանկանար Հայաստան էթար, բայց ինքը քննադատել այդ օրվա իշխանությունը եւ իրան չթողեն վերադառնալ։ Այդ տենց հերոս ազգային մարդ զրկվեր Հայաստանը այդտենց անձից։ Հիմա ինձ թվում է նույնը հիմա ստացվում։ Այդ անձերը, որ քննադատում են, իրանք սրտի ցավն են արտահայտվում։ Վտանգավոր են այդ մարդիկ, որ անտարբեր են։ Եթե քննադատման նշանակում ինքը հոգ է անում, ինքը այդ տեսակյուն ունի եւ ուզում է բացատրի եւ ուզում է ուղի։ Եվ դա պիտի մենակ ուրախանան, ոչ թե վտանգ որպես ընկալեն եւ չթողեն իրանք կան։ Դա արդեն ցուցատալի վերաբերմունքը մեր սփյուռքի հայերի։ Այդ խոստումը 18-ի չարեց, մի հատ էլ որոշ հայերին չի թողում վերադառնալ։ Եվ այնց հայեր են, որ տարիներով շարունակ Հայաստանի շահերը եւ Արցախի շահերը առաջ են մղել։ Դա տրամաբանություն չկա։ Այս ընթացքում աղագին քայլերն արել, որ մեզ պարակեն եւ մենք չկարողանանք լիարժեք Հայաստանին օգնենք։ Առաջ շուշուտ գալիս էին, համայնքի հետ խոսում էին, հանդիպում են, հիմա գալիս են ոչ մի հայտարարություն, գաղտնի ինչ որ հանդիպումներ եւ վերադառնում են։ Ոչ մի ձևով չեն քննարկում մեր կարծիքները, մեր մտահոգությունները։ Եվ ցավոք սրտի տանի ընթացքում այո նկատելի է, որ համայնքը սկսել է ավելի անտարբեր լինի։ Սկսել է ցավ ապրի, որ ինքը այլևս չի ընկալվում որպես ուժ, որպես ինչ որ օղակ մասնիկ եւ ինքը այդ ներուժը միշտ ուզեցել է օտագործի բարենպաստ Հայաստանին։ Հիմա ոնց որ անտեսվում է։ Եվ մենակ դժում է մեր երկիրը եւ մենք, որտեղ քանի որ ստենք ապրում, չի նշանակում մենք անտարբեր ենք, ինքը մեր երկիրը չի, մենք դիտորդ չենք։ Նույն սփյուռքի հայները ներդրումներ են անում, բիզնես ոլորտում թող լինի, կրթական ոլորտում թող լինի, այդ ոնց եղավ հիմա, եթե ինչ որ կարծիքները չի համգնում, այլևս մենք հտակիր չենք։ Բայց եթե հիմա այդ նույն սփյուռքի հայը եթե ուզենա ներդրում անի, կարող ասել են չէ, հանգիստ welcome կթողի, բայց եթե քննադատում ենք ինչ է Արցախը, սենց վերաբերվում կամ նույն արցախցիների հանդեպ ինչի է սենց քարոզեթում, վայ, արդեն դուք դուրսն եք, իրավունք չունեք այդպես հարցեր, բայց իրավունք ունենք ներդրում անենք, կամավոր ինչ որ աշխատանք անենք, բայց չենք կարա քննադատենք։ Միշտ մարդիկ քննադատել են բոլոր իշխանություններին, եթե հիշեք ֆուտբոլային դիպլոմասի որ Թուրքիայի հետ է լինում, Սերժ Սարգսյանը եկավ Լոս Անջելես, մեծ ցույցեր եղավ, ժողովուրդը շատ սուր դեմեր այդ ամեն ինչին, բայց ոչ մի անձ խնդիր չեղավ Հայաստան գնալու հետ կապված, ոչ մի համայնք չթիրախորվավ այդ օրվա իշխանությունների
կողմից իրանք հասկացան, որ մենք մեր կարծիք ունենք եւ իրավունք ունենք հայտարարենք մեր կարծիքը։ Բայց հիմա այդ կան քարոզ այդ դեմոկրասի, բայց տպավորությունը որ լրիվ հակառակը։ Մարդիկ իրանց խոսքի արտահայտվելու պատճառով այդում են ինչ որ բանդ են նստում։ Թեկուց ինչ որ սպառնալիք չեն հնչում։ Պարզապես կարծիք հայտելու մի քիչ սուր իրանց դուր չի գալի եւ արդեն ցույց է տալ իրանց իրասկական երեսը։ Այո։ Շատ ճիշտ եզրափակում ստացվեց մեր զրույցի Անդրանիկ բնականաբար թեմաները բավական շատ են, բայց լավ է մեր եթերները միշտ կան, մենք կարող ենք միշտ աղավարում հանդիպել, զրուցել։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր տաղավար գալու համար, հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում էր Հայ արծիվներ հիմնադրամի տնօրեն եւ համահիմնադիր Անդրանիկ Բալոյանը, զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ամերիկյան փոխհարաբերություններին, շոշափեցինք Արցախի հարցը եւ ինչպես միշտ եղել ենք կանք ու կլինենք նույն գաղափարին Արցախը կա, եղել է եւ լինելու է հայկական։